ինչքան է ազդում տեխնոլոգիա, բարարվեստի կներեք։ Կարող եմ երկրորդ, հա, մի հատ նորից կսկսեմ։ Հա։ Վերջ։ Հա։ Չարժիչ չեմ լսում։ Չգիտեմ ինչն է ձեզ հետաքրքրում։ Ես Սերգեյն նոմանա։ Սպասեք, ես պիտի մտածեմ դրա մասին։ Ռիմա Պիպոյան, շատ ուրախ եմ ձեզ հետ այսօր խոսելու բարարվեստի մասին։ Դուք բարուհի եք, բարուսույց և ռեժիսոր։ Բարը ինքը տոհմային բնազդ է, որով մենք ծնվում ենք, և այն իր մեջ ունի ներառում է տարբեր արվեստի ոլորտներ։ Եվ առաջին բանը, որ ինձ հիացնում է բարարվեստում, այդ բարի միջոցով պատմություն պատմելն է։ Եվ ես կուզեի ձեզ դրա մասին հարցնել, ոնց են համագործակցում բարը և պատմությունը։ Բարի օր Անխելա ջան, շատ ուրախ եմ, որ մենք կունենանք այսօր միասին հաճելի զրույց և կփորձեմ ներկայացնել այն արվեստը, որով ես զբաղվում եմ ու շատ սիրում եմ։ Շատ լավ հարց եք տալիս, այո, բարը մեր մեջ կա, շարժումը մեր մեջ կա և դա բնածին է։ Եվ տարիքի հետ միասին, երբ որ մենք սկսում ենք արդեն զբաղվել պրոֆեսիոնալ պարով, եթե ընտրում ենք այս մասնագիտությունը, փորձում ենք իհարկե ավելի խորն ուսումնասիրել, որտեղից են ծնվում շարժումները, դրանք ենթագիտակցաբար են, թե մտածված են։ Ես արդեն շատ երկար տարիներ եմ զբաղվում եմ պարով, պրոֆեսիոնալ պարով, ավարտել եմ Բարարվեստի պետական քոլեջը Երևանում որպես բալետի պարուհի, և ինձ մոտ բեմադրելը ջիղը այդ ցանկությունը եղել է շատ վաղ տարիքից։ Եվ հենց ձեր ասածը շարժման միջոցով պատմել պատմություն։ Այսպես ասեմ, երբ ես շատ փոքր էի, 4-5 տարեկան, ես հեռուստացույցով տեսա Կարապիլիչ բալետը և ինձ հենց գրավեց այն, որ ոչ միայն շարժվում են, ոչ միայն պարում են, այսինքն մենք երբ պարում ենք, մենք ինչ-որ զգացողություն, զգացմունք ենք արտահայտում, դա կլինի տխուր, դա կլինի ուրախության, մենք գիտենք, որ բազմաթիվ պարեր կան, ազգային, ժողովրդական, մարդիկ ինչ-որ պարում են որևիցե ցանկություն կամ որևիցե իրադարձության ժամանակ, բայց այստեղ ես տեսնում էի պատմություն, ինչպես կնայի լավ ֆիլմ, ինչպես կկարդայի լավ գիրք, և դա ինձ գրավեց, ինչպես կարելի է շարժման միջոցով պատմել, պատմություն ասել, և ստիպեցի ծնողներիս, հենց որ ինձ տանեն բալետի, ծնողներս դեմ էին, որովհետև իրենք գիտնականներ էին, ուզում են, որ ես նույնպես շարունակել իրենց ուղին, ինձ փորձեցին տանել տարբեր պարային հարթակներ, ժողովրդական պարերի, գնում են ասում են, իրենք լավ չեն պարում, իրենք պրոֆեսիոնալ չեն, ծնողներս ասում են, բայց դու որտեղից գիտես պրոֆեսիոնալը, ոչ պրոֆեսիոնալը, ոնց ես տարբերում։ Այդպես շատ էր ցանկությունս և հայրս որոշեց ինձ տանել Բարարվեստի քոլեջ, տեսա այդ խստությունը, տեսա բարձրաճաշակ արվեստ, ասացի սա այն է, ինչ որ ես ուզում եմ և ես կպայքարեմ մինչև վերջ այն երազանքին, որին ես ձգտում եմ։ Եվ ճիշտ է, այսօր ես բալետով հենց այդ չեմ զբաղվում, ձևավորվել է իմ, կարելի ասել, յուրօրինակ ձեռագիրը, ոճը, որով ես ներկայանում եմ աշխարհում, բեմադրություններ եմ դնում և ինքս երբեմն պարում եմ, և դա ոճային առումով կարող եք և տեսնել դասական բալետի, և ժամանակակից պարի, և մարտարվեստի, և հենց իմ ձեռագիրը, որը արդեն ձևավորվել է տարիների ընթացքում։ Իմ համար նպատակ այն է, որ ես բեմից խոսեմ հանդիսատեսի հետ, պատմեմ պատմություն կամ փոխանցեմ ինչ-որ մի միտք կամ զգացողություն, որ եղել է։ Ու հետաքրքիրն այն է, որ պարը չի պարտադրում, այսինքն ես հանդիսատեսին չեմ պարտադրում որևիցե կոնկրետ միտք հասկանա, սա խոսք չի, սա ուղիղ չի, և
այն միտքը, որ ես ներդնում, շատ հետաքրքիր արձագանքների եմ միշտ լսում հանդիսատեսի կողմից ներկայացման ավարտից հետո ու այնքան հետաքրքիր գաղափարներ են ինձ տալիս, բայց լավը նա է, որ որևիցե բան հասնում է։ Այսինքն, երբ որ դու գիտես ինչ ես անում, երբ որ դու ձգտում ես ինչ-որ բան արտահայտել եւ անկեղծ ես դա անում, հանդիսատեսը անպայման դա վերցնում է։ Իհարկե ամեն մեկն իր պատկերացմամբ է դա վերցնում։ Այդպես շատ հետաքրքիր է, ես ծանոթացա Վենետիկում, երբ որ Վենետիկի բիենալեում ներկայացում էի դնում, լիբրետո, այդպեսի մասնագիտություն կա, որ մարդիկ լիբրետո են գրում։ Մեզ մոտ մենք դա անում ենք բոլորս խորեոգրաֆներով, այդպեսի շատ քիչ երևի մարդ կա, որ զբաղվում է հենց լիբրետոյով, որովհետև գրել պատմություն հատուկ բարի համար շատ բարդ է։ Դա պետք է ոնց է ֆիլմի համար սցենար են գրում, դա լրիվ ուրիշ բան է իրենց ենթադրում, նույնն էլ բարի համար է։ Հիմնականում միշտ ես եմ գրում ինքս լիբրետոները եւ ծանոթացա իրեն, ինքը Աքրամ Խանի, այսօր Աքրամ Խանը բավականին հայտնի բեմադրող է ամբողջ աշխարհում, իր հետ է աշխատում։ Ասեց ես միշտ դրամատիկ թատրոնում եմ աշխատել եւ գրել եմ թատրոնի համար հիմնականում պիեսներ եւ այլն, բայց հետո տեղափոխվեցի պարային ոլորտ, որտեղ ասում եմ, սա չի պարտադրում որևիցե բան, սա ավելի միտքը բաց է թողում, շարժման միջոցով արտահայտել որևիցե բան, դա ասում է չնաշխարհիկ մի երևույթ է, որին ես լիարժեք տրվել եմ։ Այդպես։ Շատ հետաքրքիր է, այսինքն միտքը ինքը որ գերում է, ինքը մենակ միտք է տալիս ու արդեն թողում է որ հասկացվի լրիվ ուրիշ ձևի կամ որն է տարբերությունը գերել ունակ թատրոնի համար թե բարի համար լիբրետոն։ Իր նկարագրությամբ այնպես էր որ խոսքը երբ որ կոնկրետ հնչում է բեմից կամ որևիցե տեղ ինքը հստակ է կոնկրետ մի բան է արտահայտում։ Իհարկե կարող է ենթատեքստեր ունենալ, պետք է դա էլ հասկանալ, բայց շարժման միջոցով արտահայտել որևիցե միտք, դա տալիս է ավելի մեծ հնարավորություններ, որպեսզի քո երևակայությունը աշխատի։ Այսինքն հանդիսատեսին մենք չենք պարտադրում, հանդիսատեսի զգացական նոտաների վրա ենք աշխատում, որը որ հանդիսատեսին ստիպում է ավելի ընդգրկվել, ավելի փորձել մոտենալ արտիստին, իր ձևով ընկալել արտիստին, ոչ թե արտիստը պարտադրում է հստակ խոսքով իրեն հասկանալ։ Այո, մեր օրերում արվեստի հարթակը շատ ազդված է տեխնոլոգիայից եւ ես ուզում եի հասկանալ արվեստի մեջ տեխնոլոգիան ինչքան է ազդում եւ այն հնարավորություն է տալիս թե հակառակը մի բան կործնվում է process-ի մեջ։ Գիտեք, շատ լավ հարց է, երբեմն ինձ հետ խոսելիս այս հարցը տալիս են, ասում են դու հաստատ դեմ կլինես նոր տեխնոլոգիաներին, ես ասում եմ ընդհակառակը, ընդհանրապես այսօր էվոլյուցիան եւ ընդհանրապես ինչպես է զարգանում, հա, եւ տեխնոլոգիաները եւ այն ակտիվությունը, որ կա, գոյություն ունի աշխարհում, ես կարծում եմ շատ նորմալ է եւ երկիրը ճիշտ ուղղությամբ է գնում։ Ինչ էլ որ լինի, մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ։ Եթե չլինեին տեխնոլոգիաները, մենք կարող է այսպես իրար հետ նստած չլինեինք, չձայնագրվեր մեր զրույցը, չունենայինք լույս, այսինքն քարանձավային պայմաններում մենք չէինք կարող անել այն, ինչ հիմա ենք անում, եւ շատ ուրախ եմ, որ այսօր այսքան ակտիվ է երկիրը։ Այսպես ասեմ, բարի առումով հիմա ձգտումներ կան, որ փորձում են մարմնի շարժը ձայնագրել եւ դա տեղադրել էլեկտրոնային հարթակ։ Ես այդպիսի փորձեր ունեցել եմ Եվրոպայում, տարբեր հարթակներում, Վենետիկում, Վիեննայում։ Կարող եմ ասել, որ դեռ այնքան չի զարգացել այս ոլորտը, որ կարողանանք մենք ունենալ պարող, որը փոխանցում է նույն էներգետիկան, ոնց որ բնական մարմինը բեմից է խոսում։ Տեսեք, տեսանյութերում
Նույնպես մենք հիմա փորձում ենք նայել ներկայացումներ, բալետներ, բայց միևնույն է, կենթանի շփումը արտիստի եւ հանդիսատեսի այլ է։ Այդ դեպքում բոլոր թատրոնները պետք է փակվեին, ոչ մեկ հաստատ բոլորը կնայեին հեռուստացույցով կամ իրենց հեռախոսներով, որը դա թույլ է տալիս։ Ինֆորմացիայի առումով շատ լավ է։ Մենք տեղյակ ենք ամբողջ աշխարհում այսօր ինչ է տեղի ունենում, ինչ արտիստներ կան, տեղեկացված ենք։ Բայց մեկ է տեխնոլոգիաները դեռ այդքան չեն հասել, որ կարողանան մարմնի բնական էներգիան, այո, փոխանցել տեսախցիկի ցան կողմ կամ ինչպես ասեցի, որ ինչպես են ասում դա հոլոգրամ, որ այո, դու նայում ես կենթանի պարողջի, ուղղակի ինքը տարածության մեջ շարժվում է, շատ պրիմիտիվ է դեռ այդ ամեն ինչը, միայն կարող են գերվի ֆիլմերում տեսնել լավ այդպիսի օրինակներ, ցավոք սրտի, բայց տեսնենք ապագայում միգուցե հետաքրքիր զարգացումներ լինեն։ Ինչ-որ մարդկային զգացմունքը այո, էներգետիկան, այո, գիտեք, ես որ ֆիլմ էի նկարում, պարային ֆիլմ էի նկարում, հիշում եմ անընդհատ նույն կադրը մոտ մի 20-25 անգամ նկարում եմ, իմ էներգիան սպառվել է, թռնում է, ընկնում է հատակին, թռնում է, ու էլ չունե, որովհետև երբ որ պարում եմ նույնիսկ 1 ժամ տևողությամբ բեմում, ես փոխանցում եմ էներգիա, բայց հանդիսատեսից այդքան էլ վերցնում եմ ավել, ու ես միշտ լիքն եմ դուրս գալիս վերջում, երբեք հոգնած չեմ եղել, միշտ իհարկե դուրս եմ գալի կուլիսներ, հետո դատարկություն է ինչ-որ բա, որտեղ ամբողջ ինչ-որ միտք ու հոգի ունեմ, նվիրում եմ, բայց տեսախցիկին այդ նույն զգացողությունը տալ, այո, տալիս ես, բայց ոչինչ հետ չի գալիս, ու սպառվում են միանգամից ուժերը, դա շատ կարևոր պահ է բեմը, դրա համար մեզ մոտ կատարողական արվեստը սիրում է կենթանի լինել։ Հիշում եք, որ 2 տարի եղավ այս վարակային շրջանը, բոլորս փակվեցինք, հատկապես մեր արտիստների համար սարսափելի էր։ Բոլորս փորձում ենք ինչ-որ առցանց դասեր կազմակերպել, հետո հասկացանք, որ ուղղակի խեղդվում ենք, չենք կարողանում, մեզ պետք է այդ կենթանի շփումը։ Մենք մի բան մտածեցինք, որ դա կվերանա, նոր ժամանակներ կգան ու սա կդառնա արդի, բոլորս պետք է արդեն առցանց ամեն ինչ անենք, բայց զգացինք, չէ, հետո այնքան միանգամից պայթեց այդ ամեն ինչ ու սկսվեց նորից ավելի շատ ներկայացումներ, մարդիկ սկսեցին դուրս գալ, իրար շփվել, այո, դա միշտ արդի կմնա, կարծում եմ, հուսամ արդի կլինի։ Իմ կարծիքով, չգիտեմ, իմ կարծիքն է, բայց ես կարծում եմ, որ արվեստը, սերը դեպի արվեստը պիտի սովորացնենք։ Մենք, դուք, ես բախտավոր եմ եղել, որ իմ ծնողները, ասենք, ես շատ հետաքրքիր, իմ առաջի բալետն էր Կանղապիլիչը, սերը կար դեպի արվեստը, մեզ տանում այդ բալետ, համերի, կարևորություն են դնում դրա մեջ։ Ու ես կարծում եմ, որ այդ պիտի սովորացնել, պիտի մենք այսպես տալ, որ գոյանա երեխաների մեջ, մարդու մեջ։ Ես գիտեմ, որ դուք հիմնադրամ ունեք, որտեղ կրթական իմաստով, ոնց որ տարբեր պրոյեկտներ ունեք եւ այլն, եւ ուզում եի ձեզ դրա մասին հարցնել եւ ձեր համար որքանով է կարեւորը արվեստագետի դերը կրթության մեջ։ Անխելա ջան, շատ լավ հարց է, իրականում կրթությունը շատ մեծ դեր ունի եւ թե մենք ինչ կրթություն ենք տալիս հատկապես երեխաներին եւ ինչ միջավայրում ենք նրանց մեծացնում, դրանից ելնում է մեր ապագան, կարելի ասել, եւ այսօր եթե մենք կրթենք ճիշտ, եթե մենք ունենանք այդ երիտասարդներին, որոնք եւ արվեստի մեջ են, եւ գիտության մեջ են, այսինքն պետք է մենք տանք իրենց բազմազանություն ընտրելու, պետք է ճիշտ ուղղորդենք, եւ հետո արդեն ինքը անձը որոշում է որ ուղղությամբ գնալ, բայց եթե չգիտի ոչինչ, չգիտի ճիշտը եւ սխալը չի կարողանում տարբերել, շատ հաճախ սխալ ճանապարհով են գնում, ինչը ցավալի է, որպես արվեստագետ
կարևորելով կրթությունը ինքս միշտ ձգտում եմ ինձ կրթել առաջին հերթին, որովհետև ես մանկուց շատ ուշ եմ բեմ բարձրացել, ճիշտ է շատ պրոֆեսիոնալ կրթություն եմ ստացել, բայց հիմա այնպես է, որ երեխաները 1 ամիս պարում են բեմ են բարձրանում։ Ես մտածում եմ, որ ես այնքան պետքա զարգացած լինեմ, այնքան կիրթ պետքա լինեմ, որ բեմում կանգնեմ, որտեղ բեմը ռենտգենի նման ամբողջությամբ քեզ բացում է ամեն ձև, քո աչքերը, քո շարժումները, եւ երբ որ կանգնեմ հանդիսատեսի առաջ, իրանք պետք է, չգիտեմ, ես բարձր բեմի վրա եմ կանգնում, ես խոսում եմ իրենց բարձրից, ուրեմն ես պետք է այդքան կիրթ լինեմ եւ ուժ ունենամ, որ ես կարողանամ կանգնել եւ խոսել բեմից շարժման միջոցով։ Մինչ օրը շարունակում եմ այդպեսի գաղափարախոսությամբ անկեղծ լինել եւ կիրթ լինել, կրթվել եւ շատ արդեն տարիներ է ինչ դասավանդում եմ տարբեր առարկաներ, վերջին տարիներին մոդեռն պար եւ Պարավեստի պետական քոլեջում ուրախ եմ, որ ստեղծվել է, ավճիշտ ես եմ ստեղծել մոդեռն պար բաժինը, որտեղ մենք տալիս ենք արդեն իսկ պրոֆեսիոնալ կրթություն այս ոլորտում, ինչը մինչ այդ գոյություն չուներ, ցավոք սրտի, կարծես մեր երկիրը 100 տարի հետ էր մնացել այս ոլորտում, իսկ հիմա մենք ունենք արդեն պրոֆեսիոնալ, կարելի ասել մոդեռն պար տիրապետող արտիստներ եւ ելույթներ ենք արդեն ունենում գրանցում, ինչը շատ հաճելի է։ Իսկ ինչ վերաբերում է հիմնադրամին, տարիներ առաջ ստեղծվեց Պարավեստի զարգացման կրթամշակութային հիմնադրամը, որը ծառայելու է ի նպաստ պարի զարգացմանը, գիտեք, ոչ միայն պարի, որտեղ ես կարևորում եմ ցանկացած արվեստի ոլորտ։ Ճիշտ է, ես զբաղվում եմ միայն պարով եւ համարում եմ պետք է ես պրոֆեսիոնալ լինեմ մի բանում, այդպես էլ պետք է լինի, բայց շատ կարևոր է նաեւ արվեստի այլ ճյուղերը տիրապետելը, դա կլինի կերպարվեստ, դա կլինի, չգիտեմ, ճարտարապետություն եւ մնացած այլ բոլոր երաժշտություն, ինչը շատ կարևոր, որովհետեւ պարն իր մեջ ներառում է այս բոլորը։ Մանավանդ եթե մենք խոսում ենք ներկայացման մասին, եթե ես չիմանամ գեղանկարչություն, եթե ես չտիրապետեմ երաժշտությանը, ես կլինեմ թերի իմ գործում։ Այդ իսկ պատճառով փորձում ենք զարգանալ տարբեր ուղղություններով եւ իհարկե հնարավորինս ներգրավել տարբեր երիտասարդների, բայց խնդիրը նա է մի քիչ մեզ մոտ միշտ ծագում են ֆինանսական խնդիրներ, մեզ պետք է հովանավորներ, ինչը շատ բարդ է Հայաստանում։ Ցավոք սրտի երկար տարիներ ես այստեղ չէի բեմադրում, շատ երկար տարիներ, որովհետև հրավիրում էին ինձ Եվրոպայից, այնտեղ ամեն ինչ տրամադրում են, դու քեզ զգում ես լավ արվեստագետ, գնահատված, սիրված, ամեն առումով, ու ինձ շատ հեշտ էր այդ ամենը տրվում, ես սիրով բեմադրում էի, ճիշտ է Հայաստանում քո երկրում անելը մի քիչ այլ է, ոնց որ հոգիդ էստեղ լինի, բայց վերջին տարիներին, քանի որ երիտասարդ սերունդ տվեցի մոդեռն պարողների, ոնց որ իմ երեխաները լինեին, իրենց համար գնացի ռիսկերի ու ստեղծեցի ներկայացումներ, որոնք այսօր խաղացանկում են Երևանի պետական մնջախաղի ֆինանսական աջակցությամբ, տնօրենը շուտվանից էր ուզում, որ ես իր հետ աշխատեի եւ ասացի միայն այն տարբերակով, եթե ես այս երիտասարդ արտիստներին ներգրավեմ, ու արդեն մենք ելույթներ ունենք, հրավերներ ունենք տարբեր երկրներից, հուսամ, որ կկարողանանք մի ձև հայ արվեստը բարձրացնել։ Այո։ Որպես վերջին հարց, ես կուզեի, որ դուք ընտրեք ինչ թեմայով կուզեք խոսել, որ մեր խոսակցությունը ավելի բովանդակալից դառնա։ Կարող ենք խոսել երիտասարդների հնարավորության մասին, որ իրականում Հայաստանը լինելով փակ երկիր, շրջապատված կարելի ասել թշնամիներով եւ շատ դժվար է արտասահման մեկնել եւ շարունակել իրենց կարիերան այնտեղ, ինչը շատ կարեւոր է այսօր միջազգային արտիստ լինելու համար, մանավանդ մեր համար։ Ես բազմիցս հարցազրույցներ եմ ունեցել արտասահմանում, Գերմանիայում եւ այլն, դրանք եղել են առցանց
Եվ ինձ միշտ հարցրել են, ո՞րն է ձեր հաջողության գրավականը, ինչպես է կարել, որ այդ երկրից իրենք էլ են դրանով հետաքրքրված, որ ձեզ սկսել են հրավիրել, որովհետև ես այստեղ եմ ապրում, ես արտասահմանում չեմ ապրում ու դա շատ քիչ է լինում, որ հենց այստեղից անընդհատ հրավերներ են ստանում, մանավանդ խորեոգրաֆներ, որ կարելի ասել չի եղել, մենք այդպիսի պատմության մեջ երևի դեպք չունենք, ավելի ճիշտ ես չգիտեմ։ Եվ շատ դժվար հարց է իրականում, որովհետև երիտասարդ արտիստներն էլ անընդհատ հարցնում են, բա ինչպես անենք, որ մեզ մոտ էլ ստացվի։ Ճիշտն ասած, ես միշտ գլուխս կախ աշխատել եմ իմ երազանքի հետևից գնալ ու անել դա շատ անկեղծ ու կարելի ասել ինձ միշտ դերել է ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվել եմ ու կարծես իմ ուղին այդպես չեմ ասի որ հարթ է, շատ բարդ ճանապարհ, որտեղ շատ մինչև հիմա շատ բարդ է ու շատ մեծ աշխատանք է ու ջանք է տանում, բայց երբեք պետք չի հանձնվել ու ես գիտեմ, որ իրոք աշխատասիրությունը մեծ արդյունքների է բերում։ Կարող է մարդ լինել շատ տաղանդավոր, հանճարեղ, բայց ոչինչ չանել եւ դրանով չի հասնի ոչինչի։ Բայց այսօր ես տեսնում եմ երիտասարդներ, որոնք իրոք ձգտում են ու շատ ակտիվ են ու անպայման հասնում են իրենց ուզածին, ինչը շատ կարևոր է այսօր, այսինքն երբեք չեն ետ նայում, միշտ շարժվում են առաջ, իրենց գործի նվիրալներն են, ու գիտեք ամենակարևոր բանը դա անկեղծ սիրելն է ինչ որ անում ես, եթե չի լինում, եթե դու ձգտում ես այլ բաների, չգիտեմ, այնտեղ գումար աշխատել, մանավանդ արվեստում, այդպես է, եթե վազեցինք գումարի հետևից, արվեստը կորում է, ինքը չի լինում։ Ես հիշում եմ Ուկրաինայի մի ընկեր ունեի, ասում է, երբ քեզ լավ գումար են առաջարկում, լավ ես զգում, լավ գործ ես անում, ասեց ինձ մոտ հակառակը, ճիշտն ասած, ես միշտ նայում եմ գործին, եթե սիրտս կպնում է մի բանի եւ ես գիտեմ, որ ես դա անկեղծ կանեմ ու լավ կանեմ, ես անում եմ, եթե չէ, Փարիզից ինչ ժամանակին շատ մեծ գումարներ էին առաջարկում, Փարիզի օպերայի արտիստների վրա բեմադրել, բայց այնտեղ ռեժիսորը ուրիշ էր, ասաց ես պետք է ձեզնից պահանջում եմ նեոկլասիկ ժանրի, դա իմ ոճը չէր պարային, նեոկլասիկ ժանրի բեմադրություն անել, ասացի կներեք, ես եթե ռեժիսորը չեմ ու անելու եմ մի բան, որ իմ ձեռագիրը չի, ես չեմ անում, ու զարմացա, ասեց ոնց երիտասարդ բեմադրող եք, ես ձեզ այս բանն եմ առաջարկում, դուք հրաժարվում եք, ասեց ձեր հետ հետագայում անպայման կհամագործակցեմ, հետո ծնողներս բան էին եղել, ոնց այդ հնարավորությունը, ասեցի չէ, ես ինքս անկեղծ եմ իմ արվեստի հանդեպ, չեմ դավաճանի հաստատ, այնպես որ դա եմ ես երիտասարդներին միայն խորհուրդ տալիս, որ անկեղծ լինեն, առաջ գնան, չհանձնվեն, սիրեն ինչ որ անում են, այդպես։ Այսինքն աշխատասիրությունը եւ սերը դեպի մասնագիտությունը գիտանսության առաջի կայլը։ Այո։ Շատ մերսի ձեր ժամանակի համար, շատ հետաքրքիր էր։ Ես էլ եմ շնորհակալ եւ շատ հաջողություն։ Շնորհակալ եմ, շատ Ախելա ջան, շատ հաճելի զրույց ունեցանք։ Շնորհակալություն։